Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցիք։ Չէ, մենք Ղարաբաղց էինք, ախպեր։ Կապ ունի որտեղ։ Չէ, Հայ եք։ մենք հայ ենք, բայց մենք կապ չունենք Նիկոլի հետ։ Չնեղանակ էլի։ Վայ, մի հատ եկեք հնեցես, մի հատ ես շատ եմ Ստեմ մի թաքցնելու բան չկա։ Ամեն ինչ թողել եք եկել, տողլոր, ես 5 երախա ունեմ։ Հիմա 5 նստա առաստում։ Ես առաստում, առաստ գործ։ Ինչ ասեմ, նոց դու լավ գիտես։ Ասում է, պետք է այստեղ տնավորվեք, մոռացեք Արցախի գոյության մասին։ Հայ տնավորը ո՞ց տնավորը, որ տողլորն դրից եկել եմ։ Ո՞ց տնավորը, դե ասեմ, ով այնց դիժտուն տալիս որ տեղավորում։ Ճիշտ է ասում, որ ասում է Արցախում ոչ դպրոց են սարքել, ոչ մանկապարտեզ են սարքել։ Ամենից աղքատ Ղարաբաղցին թագավոր նման ապրում էր։ Պետությունն էր օգնում, մանրներն են օգնում, ժողովուրդն էլ ղեկավարությունը։ Սա դրից հալարգ են տալիս, սերմ են տալիս, կոմբայնի համափող են տալիս, որ ռեմոնտ արագնա խոնձու տարա։ Ամեն ինչ լավ էր Ղարաբաղ։ Եթե հնարավորություն լինի հետ վերադառնալ Արցախ։ Առաջին ես կգնամ։ Եթե լսեմ, որ հա Ղարաբաղ հետ են գնում։ Եվ կապ չունի, հա, ղեկավարությունը ադրբեջանցիներ։ Չէ, ես ոնց է կռվող մարդ եմ եղել, այնա ռոզուկ տված ինձ։ Ադրբեջանցու հետ ոնց կարամ։ Որ հենց տեսնեմ բռնելու են ինձ տանը։ Այնա տելևիզորով ցույց են տվել, դե հեռախոսում նկարած բանը սանում ազգանունց գրած ես։ Դուք եք Արցախցի։ Այո։ Ես իրան հերոստատուսամ տեսնում եի, հերոստատուս անջատում եի։ Երբ իմանում են, որ դուք Արցախցի եք աշխատանքի։ Գնում եմ ասում մի գործվեք, ասում որ բան պատահի։ Չեն ասում էլի, որ աշխատանք չենք ընդունում։ Շատ լավ կուլտուրական ընդունում են եւ ասում են ձեր հերախոսի համարը թող մենք այսօր կզանգի կգան։ Ու դա մը վերջ։ Ացել ուզում։ Ես ուզում եմ ամարասը, մեր ուզում եմ գանձասարը, ուզում եմ դադիվանքը, ես իմ տուն չեմ ուզում։ Ասնի խոսք։ Ես ուզում եմ գնամ այդ իմ եկեղեցի մոտ ապրեմ։ Ես իզլավ եմ ուզում, որ գնում եմ ամարասը, տեսնում մաշտոցը առաջ դպրոցն դեղաբացել, օպիտի գնան դեղ։ Թուրքը նա տեղը գիտի։ Հայալեզու առաջին դպրոց։ Հա։ Իսրայել օրին նամակը Ռուսաստանի թագավորի մոտ գրել է Գանձասարից է գրել։ Թուրքը եղել է, այն ժամանակ թուրքը եղել։ Ասма Ղարաբաղը չի եղել, ոնց չի եղել Ղարաբաղը։ Մեզ որ մաշտոցը Ղարաբաղը տարել գրել։ Կիսատ պարատը ասում է, մենք դեռ դպրոց չենք կառուցել, հիվանդանոց չենք կառուցել, գործարան չենք կառուցել։ Այդ մարդը вообще ընդհանրապես դպրոց գնացել է այդ մարդը։ Հələ մեկը հաշտա, ասա անունը չեմ ուզում տամ։ Հələ դու դպրոց գնացել ես։ Դու գիտության մարդ ես, դու իրավունք չունես։ Եթե մարդ ասում է Ղարաբաղում ոչ մի բան չեք կառուցել, բայց 150,000 մարդ ապրել, որտեղ ապրել, որտեղ է սովորել։ Համալսարան եք ունեցել մենք մեծ մասնագիտությամբ դեր մասնագետներ ունեցել։ Ասում են ղեկավարները սակել են, սա ղեկավարները նորմալ աշխատում են իրաց համար, ժողովուրդը նորմալ աշխատում են իրաց համար, ապրում բոլորն լավ ապրում են, նա քազիբ մարդ չկար։ Բոլորն էլ նորմալ ապրում ենք, նորմալ տուն ունենք, հələ այս վերջ երկը, սա սկսել են տները նորից վերանորոգելու, սա թողից տակ գլուխ եկած։ Այս վերջ երկը, վերջ 10 տարին, 15 տարին, լրիվ արդեն ժողովուրդը ավելի լավ էին ապրում, չեմ են սովետի ժամանակ։ Ասմա գնում եք Եվրոպա, ճիշտ է, բայց ինքը Եվրոպա է անվան տակ, մեզ տանում է թրքացում։ Թրքացում անչ Եվրոպա։ Հետո թեկուզ Եվրոպա, աշխարհում ինչքան անբարոյական երևույթներ կա, դրանք գալիս է Եվրոպայից։ Մենք ինչ գործ ենք Եվրոպայի հետ։ Ես կուրսություն ստացել բարձրագույն կուրսությունամիջական ստացել սովետական միության ժամանակ։ Ինչքան լավ կլինի, որ սովետական դպրոցը եղել է նույն ձևի ներկայիս դպրոցը լինի։ Հիմա ինչ է կատարում դպրոցներում, ինչքան թմրանույթ կա, հիմա դպրոցներից են երաշխսում։ Միթե կարելի է այսպես բաստողներ։ Լրագրողներ կա, բան դրներին գալիս Քոչարյան հերը թուրք, Քոչարյան մեր թուրք, Քոչարյան հորն էլ գիտեմ, մորն էլ գիտեմ, Իրան էլ գիտեմ, իմ հասակից մարդ է, թուրք հորն է։ Հադրութեցի մերը, հադրութեցի ենք է բաղեց, երկուսն էլ ճանաչում եմ։ Միջելով Քոչարյան անունը տվես, ես կարամ ասեմ,
միակ ղեկավարն է, միակ ղեկավարը, այս 19 հատ կուսակցությունից միակ ղեկավարն է, որ կարող է այս վիճակից խանի։ Դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ինքը ամեն բազմակողմանի զարգացած մարդ է, կյանք տեսած մարդ է, պրակտիկ մարդ է։ Միակ փրկությունը Հայաստանի դա Ռոբերտ Քոչարյանն է։ Հետո Եմ մարդին և անձավուկչանշում և պրաշտիկայում տեսել Ղարաբաղը ինչ վիճակից է հանել, եկել աստեղ բանից զեմնատրսենից հետո և լուս չի եղել, մարդիկ չեն կարողացել թոշակոչարանի մարդ եկել, ինչ կառուցն եկալ, նայում ես Քոչարյանն է կառուցել։ 25 տարեկանից ինքը Ստեփանակերտի մեծ կոմբինատի շոլգի զավոդ բանի առաջի քարտուղարն է եղել։ Պարտորգն առաջի քարտուղարն է, լի պարտորգը, անչաղը։ Դու խեք նրան ասում, դու խեք ասում հողա դզել, քեսի բա եղել, ասում ճղած շալվարով եկալ, այն մարդը պրեզիդենտ է եղել, որ եկել է, չես դը։ Կարող է պրեզիդենտը ճղած շալվարով լինի։